Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ հյուրն է այսօր Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ ԱԻՄ կուսակցության նախագահ Պարուր Հայրիկյանը։ Բարև ձեզ, Պարուր Հայրիկյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նախ ուզում եմ նշել, որ դուք միշտ եղել եք մեր պետականության հիմնադիր հայրերից մեկը եւ այսօր մեր պետականությունը լուրջ խնդրի առջև է կանգնած։ Ունենք նոր սպասվելիք սահմանադրություն, ոչ թե բարելավում սահմանադրության, փոփոխում, այլ նոր սահմանադրություն։ Ինչ սպասել առհասարակ եւ դուք ներկայացրել եք ձեր իսկ կողմից ներկայացված նոր սահմանադրության նախագիծ։ Ինչ ճակատագիր ունի այն այսօր։ Շնորհակալ եմ, որ մանավանդ այդպիսի գնահատականի արժանացա, ես համարել եմ, որ անկախության համար պայքարող մարդիկ, դրանք ազգի համար ամենակարևոր բանի համար են պայքարել, հայ իրականության մեջ կազմակերպված եւ ընդգծված անկախություն անունով պայքարը սկսել է Հայգազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանի եւ Շահեն Հարությունյանի հետ ուղիղ 60 տարի առաջ, եւ ես երախտապարտ եմ ճակատագրին ամենակարողին պարզ է, որ ինձ իրենց սկսած գործը շարունակելու պատվին արժանացրեց։ Երեք մենք առաջին միջոցառումը արդեն արեցինք ազգային միացյալ կուսակցության 60-ամյակի ստեղծման, որովհետև օրը ապրիլի 24-ն է։ Մենք ողբերգության օրը հանգամանքների բերումով այդ ողբերգության դեմ, դրա հետևանքների դեմ աշխատելու մեր ջիքերը համընկան ապրիլի 24-ի հետ 66 թվականի կալանավորումով։ 66 թվականին Հայգազ Խաչատրյանը եւ նշածս իր երկու օգնականները կալանավորվել էին, դրա համար դա համարվում է ազգային միացյալ կուսակցության օրը, ԱԻՄ-ը նույնպես իրեն համարում է այդ օրվա ժառանգորդը։ Երեք փոքր կազմով նշեցինք եւ փոքր խնջույքով նկատի ունեմ նաեւ նախանշեցինք դրա հետ կապված մեր անելիքները։ Դուք ամենակարևորի մասն եք խոսում պետականության տեսակետից։ Վայ են ազգին, ով իր պետականությունը այդ ինչ-որ մի նոր սերունդ է սկսում։ Կարգին ազգերը, կայացած ազգերը անցյալում անպայման ունեցած են լինում պետություն, եւ եթե անգամ հանգամանքների բերումով կորցրել են, ապա իրենց խնդիրն են համարում վերականգնել պետականությունը։ Ցավոք սրտի այդ գիտակցական մակարդակից մեր ընդհանուր քաղաքական միտքը շատ հեռու է, ընդհանուրն եմ ասում, առանձին դրսևորումներն այլ բան։ Ես հիշում եմ, որ ժամանակին որպես հնամարտիկներ ազգային քաղաքական կյանքի այդպիսի առաջարկ ստացա, որ մի խումբ ստեղծենք, 4 հոգի էինք մասնակցում, Մանվել Սարգսյան, Աշոտ Մանուչարյան, Վազգեն Մանուկյան եւ ես, մենք հրավիրեցինք միջազգային ագետների Վլադիմիր Հովհաննիսյան, էլի մարդիկ, մասնավորապես Արապապյան, հրավիրեցինք իմ առանձնատուն, որպեսզի գնահատական տրվի տոներին։ Իմ երկար պատասխանը ամենամենով կապված է ձեր այն ճիշտ համեմատության հետ, որ նոր սահմանադրություն ենք ստեղծում, ոչ թե հինն ենք բարելավում, այսինքն անցյալի վրա խաչ է քաշվում, այդ բացասական դրսևորումներից մեկն է։ Եվ այնտեղ տեսեք մասնագետները զուտ մասնագիտական տեսանկյունով խնդիրներին անդրադառնալիս նշեցին մայիսի 28-ը պետք է կոչել դեմ, որ առաջին հանրապետության ապուշությունն են ասում, դա ցույց է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի եւ իր թիմակիցների անմակարդակությունը քաղաքագիտական տեսակետից։ Լավ կոշկակար լինելը չի նշանակում կարող ես լինել նաեւ լավ վիրաբույժ, եթե իհարկե լավն ես։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասորագետ էր, բայց ինքը քաղաքականության հետ ոչ մի կապ չուներ, լրիվ 0։ Ու դրա համար թույլ տվեց, որ մայիսի 28-ի անունը փոխեն։ Մայիսի 28-ը կերտած սերունդը այդ տոնը կոչել է անկախության տոն։ Եվ դու լևոնական ու հրշական ցակամամիտներ, ծանծաղամիտներ կամ տկարամիտներ, դուք ով եք, որ ծնողը իր զավակին անուն է դնում, դուք համարձակվում եք փոխել այդ անունը։ Դրանով իրենք միայն իրենց տգիտությունը ցույց չէին տալիս, դատապարտում էին մեզ, որովհետև մենք անպայման անառարկելիորեն ավելի ճիշտ
ամենակարողի վերահսկողության տակ գտնվող ժողովուրդ ենք, եւ մեր հայրենիքը, եւ մենք։ Ես դրա մասին խոսեմ, եթե առիթ լինի։ Եվ այդ պայմաններում, երբ դու ամենակարողի ասածը գիտականորեն շատ լուրջ հիմնավորվող, պատվիր մեծերիդ, որ օրերդ երկար լինեն, երբ դու հակառակն ես անում, նշանակում է օրերդ պիտի կարճ լինեն։ Ամեն քայլափոխին դա պետք է հիշել։ Բայց այս մեր հրավիրած մասնագետները միաձայն որոշեցին։ Մայիսի 28-ը պետք է կոչվի անկախության օր, բայց ոչ թե անկախության օր, այլ Հայաստանի անկախության վերականգնման օր։ Սեպտեմբերի 21-ը պետք է կոչել ինքնորոշման օր, որովհետև ճիշտ է դրված էր անկախության հարցը, բայց առաջին անգամ 91 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հայ ազգի հավաքական ազգային ինքնորոշման գործողություն։ Եվ այսպես մայիսի 28-ից բացի հին տոներից փետրվարի 18-ը որպես հայ ժողովրդի ազատասիրությունը, արդարամտությունը, բարությունը խորհրդանշող օր, ազատության օր, նույն սահմանադրության օր։ Այնպես որ հիմա դուք որ ասացիք նոր սահմանադրություն ընդունելու գաղափարով է տառապում։ Նիկոլ Փաշինյանը եւ իրեն ծափարողները ցույց են տալիս, որ իրենք 4-րդ դասարանի երեխաների մակարդակն էլ չունեն։ Հիմա քանի որ ասացի 4-րդ դասարանի երեխաների մակարդակ, նրանց ինչ որ բան չիմանալը բնական է, բայց երբ սրանք ասում են մենք նոր սահմանադրություն ենք ընդունում, նշանակում է պատմաքաղաքագիտական որևէ գիրք չեն կարդացել։ Տեսեք, հիմնավորումը բերում են լեգիտիմությունը, այսինքն ասում են լեգիտիմ չէ, համարում եք, ես աբսուրդի ժանրից եմ սա համարում։ Բարի, այդ լեգիտիմության մասին մենք բազմաթիվ ցույցեր ենք արել վերջին շրջանում, հայ իրականության մեջ ամենա պակաս իրավականություն, օրինականություն ունեցող դրսևորող գործիչը ամենակիչ Նիկոլ Փաշինյանն է։ Երբ ինքը խոսում է, որ նախորդ սահմանադրությունները լեգիտիմ չեն, պիտի ասի ինչով է դա հիմնավորված։ Ես էլ եմ ասում, բայց հիմնավորվելը կարող է դատարանի որոշմամբ կամ անառարկելի ապացույցներով, որոնք դու պետք է ներկայացնես։ Օրինակ, ՀԱԿ-ը սահմանադրության ընդունումից հետո հատուկ ուսումնասիրություններ կատարել եւ հիմնավորապես ներկայացնում էր, որ Սերժ Սարգսյանի կատարած փոփոխությունները ապօրինի են, այսինքն ուղեկցվել են օրինախախտումներով։ Մենք դա ներկայացնում ենք որպես հասարակական կարծիքի ուսումնասիրման արձագանք։ Դա exit poll-ի մեկ այլ ավելի ընդգրկուն տարբերակն է։ Եվ որտեղ մենք հարցնում ենք, ովքեր են կողմ քվեարկել եւ պարզվում էր, որ կողմ քվեարկողները 1/3-ն էլ չեն կազմում։ Ասենք այդպիսի հիմնավորումներ պետք է ներկայացնես։ Ինքը որևէ հիմնավորություն չի ներկայացնում իրենց կարծիքները միայն, բայց հիմա տեսեք, եթե դու պետական համակարգը համարում ես լավը, ուրեմն սահմանադրության հիմնական բովանդակության 50%-ից ավելին արդեն համարում ես լավը։ Եթե լեգիտիմ չէ այս սահմանադրությունը, որը փոխել է նախորդ պետական համակարգը, իսկ դու էլ սա պատմական փաստ է, քո նախկին հոգևոր եւ մտավոր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորը կոչը չլսեցիր, որ ասում էր առաջին գործը, քանի որ դու ասել ես մերժիր Սերժին իր սահմանադրության բանդերց, ապա առաջին գործը պիտի լինի չեղարկել գործող սահմանադրությունը։ Դու դա չես արել։ Եթե դա չես արել, այդ դեպքում նշանակում է դու 8 տարի է օրինականացնում ես ոչ լեգիտիմ սահմանադրությունը։ Գոնե այս վերջի սահմանադրության մասին կային փաստեր ՀԱԳ-ի ներկայացրածը եւ մեր ներկայացրածը։ Եթե դու դրանք չես արել, ինչ, բայց ո՞նց է, այսինքն 7 տարի է լեգիտիմ չէր, արդեն 8-րդ տարին է լրանում, ու դու դրանով ապրում ես ոչ լեգիտիմ սահմանադրությամբ ժողովրդի ճնշում, բռնադատում առողջ բանականությունը, նաեւ բռնաբարում, որտեղ հոգեվոր ոլորտել է ինքը մխրճվել։ Հայաստանը դարձնում ես քաղաքականավորների երկիր, Հայաստանը դարձնում ես ապազգային երկիր, հայ ժողովրդին դարձնում ես երազներ ունենալու իրավունքից զրկված ժողովուրդ, ու խոսում ես լեգիտիմության մասին, բայց ես գամ եմ ձեր հարցի հիմնական մասին։ Նոր սահմանադրություն ազգերը ընդունում են, այն դեպքում երբ չունեն ոչինչ,
դա առաջին համանadrությունն է իրենց, իսկ եթե հինը փոխում են, միայն այն դեպքում, երբ պետական համակարգում նախատեսում են փոփոխություններ։ Ես դրա համար ասացի, սրանք պետականագիտական, քաղաքագիտական որևէ գիրք չեն էլ կարդացել, որ օրինակ հիշեն։ Հունաստանը նոր համանadrություն ընդունեց, միայն հանրաքվեով ժողովրդի կարծիքը իմանալուց հետո հանրաքվեում այսպիսի հարցեր դրված։ Մենք մնանք սահմանադրական միապետություն, թե դառնանք խորհրդարանական պետություն։ Ժողովրդի մի փոքր առավելությամբ ձայներով զզվելով սև գնդապետներից ընդունեցին խորհրդարանականը։ Շարլ դե Գոլը խորհրդարանական համակարգից որոշեց անցնել կիսանախագահականի։ Դրա համար նոր սահմանադրություն գրեց։ Բայց եթե դու պետական համակարգը պահպանում ես անփոփոխ, ինչպես այս տկարամիտն է, այս անբարոյական, այս փչացածն է, քաղաքական տեսակետից փչացած Նիկոլ Փաշինյանն է ասում, մենք պետական կառավարման համակարգը չենք փոխում։ Ուրեմն դու նոր սահմանադրության մասին պետք է չխոսեիր։ Հիմա ավելի հիմնավոր լինելու համար ասեմ, որ ես այս հարցի մասնագետ եմ ոչ միայն կրթությամբ, այլ նաև այն հանգամանքով, որ Հայաստանում ապրող մոտ մի քանի տասնյակ հազար իրավաբաններից առաջին սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու գործը վստահվեց ինձ, վստահվեց ժողովրդի ընտրությամբ, որովհետև նախագահական ընտրություններում 98 թվականին ինձ ձայն տվող մարդիկ ձայնը տալիս էին սահմանադրական փոփոխությունների համար։ Տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանի ընդունած ոչ ժողովրդավարական միայն այն փաստը, որ նախագահը կամայականորեն կարող էր արձակել խորհրդարանը, դա արդեն ցույց է տալիս, որ դա ժողովրդավարական չէ, որովհետև խորհրդարանը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է։ Բայց նախագահը կինը առավոտյան վրան սառը ջուր լցրեց, ուշ զարթնելու համար, բարկացած գնաց պարլամենտը ծրեց, տրամաբանական չի, ասենք դա հակաժողովրդավարական սահմանադրություն էր։ Բայց ես դառնալով հանձնաժողովի նախագահ, նախապես էլ ներկայացնելով իմ ծրագիրն ասացի, ինչ որ աշխատանք է տարվել 5 տարվա ընթացքում։ Մենք ազգային սահմանադրություն ունենալու մասին, իդեպ հետաքրքիր զուգադիպություն է, լրանում է ազգային միացյալ կուսակցության 60-ամյակը, բայց լրանում է նաև 50-ամյակը ազգային միացյալ կուսակցության հաղթական փաստաթղթի, որը բանտից ժամանակին գրել եմ, եւ հետո դա տարածվել է աշխարհով 78 թվականին դաշնակցական բոլոր թերթերը արտասահմանում տպագրել են, չիմանալով, որ հեղինակը ես եմ, ենթադրելով, կարող են ենթադրել։ Եվ այնտեղ ինչ է գրված։ Անկախության հանրաքվեից հետո առաջնահերթ հարցերից մեկը ժամանակավոր ազգային սահմանադրության ընդունումն է սահմանադիր ժողովի միջոցով։ Այսինքն դեռ այդ թվերից ենք մենք մտածում, բայց հիմա 90 թվականից Հայաստանում սկսեցին աշխատանքներ 2-3 տարի Լևոնենք ոչինչ չէին անում, ես ստիպված եմ եղել 200-300 հազարանոց ցույց կազմակերպել, փետրվարի 5-ին դրա տեսանյութերը կան, որտեղ բոլորը պահանջում են, որ Լևոնը պիտի հեռանա, ես ասում եմ, լսեք, մենք ցույցն անում ենք նրա համար, որ Լևոնին ստիպենք սահմանադրության անդրադառնալ։ Ես դες հրավիրել եմ, այսքան մարդ հավաքվել ենք, հեռացնենք, թույլ չտվեցի եւ ահագին մարդկանց կորցրի, բայց ես չի եկել ուժով հարց լուծել, ուզում էի, հավատում էի, որ դիմացինս խելքը գլուխը կհավաքի։ Դրանից հետո Լևոնը սկսեցին աշխատել ինչ-որ չափով եւ ընդունեցին 60 սահմանադրություն, բայց այդ 5 տարի աշխատել ենք։ Ես էլ եմ աշխատել, վերջում ասել եմ, սա խուժանություն է, այդ հանձնաժողովից դուրս եմ եկել պարլամենտական հանձնաժողով էր, բայց ասում եմ հիմա եթե մենք ուզում ենք սահմանադրական բարեփոխում, այնտեղ կա, պատկերավոր ասենք 100-ից ավելի հոդվածներ, մեզ խանգարում են 5-ից 6-ը։ Այդ 5-ից 6-ն ենք փոխում։ Կատարելագործելով պատվիր մեծերիդ։ Պատվիր մեծերիդ չի նշանակում սրբացրու մեծերիդ, այլ հիշիր նրանց արած գործը, մի արհամարիր։ Հիմա սրանք նաև այդ տեսակետից են ապիկար, անաստված, սատանայի գործակալներ։ Գիտեք, երբեմն ասում են KGB-ի գործակալ, KGB-ի գործակալն էլ, KGB-ն ինքը սատանայի գործիքներ։ Բայց սատանան է գլխավորը, չարիքը։ Սրանք չարիքի մարմնավորումն ու խորհրդանիշն են, որովհետև ամեն ինչից բացի, իրենց վատ գործերից բացի, նաև մարդկային մի հսկայական զանգվածի փչացրին, բնականon դարձրին նրանց համար ստելը եւ այլն եւ այլն։ Այնպես որ խոսելով այս սահմանադրության մասին եւ իրենց այդ իբրև թե իրավականությանը ձգտելու մասին, ես մի բան շեշտեմ, մեր սահմանադրության նախագիծը
արհամարում է, անտեսում է ներկայումս գործող սահմանադրությունը։ Ինչու որն է հիմնավորումը, դա եմ ուզում հասկանալ, որովհետև երբ տեսնում ենք հիմնադիր հայրը մեզ բերում է մի նոր սահմանադրության նախագիծ գոնե թե այնտեղից պիտի զետեղենք ամենակարևորները վերցնելու, եթե ուզում ենք ինչ-որ բան նորոգելու, պիտի կարողանանք փորձառու մարդու սկզբնաղբյուրից վերցնել այդ փոփոխությունները եւ փորձել կատարյալ դարձնել, չէ՞ որ մենք գնում ենք դեպի լավացնելու ինչ-որ բան։ Շնորհակալ եմ, դուք շատ պարտավորեցնող խոսքեր ասեցիք, իսկապես այդպես էլ կա։ Եվ հիմքում գիտեք ինչն է ընկած։ Եթե դու իսկապես ուզում ես դառնալ որակ, դու պիտի հաշվի առած, որ քեզնից առաջ հազարավոր քեզ նման, միլիոնավոր քեզ նման մարդիկ են եղել։ Հազարավոր ասելս նկատի ունեի գործնականում քաղաքական հանրային կյանքով զբաղվող մարդիկ։ Եկեք այս պատվին արժանացնեմ ձեր եթերը, ձեր լրատվական ծառայությունը։ Ես ձեր միջոցով այսօր կյանքումս առաջին անգամ ուղղակի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին այլևս չօգտագործել քաղաքական բառը։ Քաղաքական բառի փոխարեն օգտագործել պետութենական։ Մենք հայերս կամ չենք ունեցել կամ քիչ ենք ունեցել ինքնակառավարվող քաղաք-պետություններ։ Իսկ քաղաքական բառը ծագում է Հունաստանում գործած political police բառից։ Եկեք օգտագործենք պետութենական բառը քաղաքական բառի փոխարեն, որպեսզի մենք քաղաքական եզր օգտագործելիս արդեն պետութենական եզրը միշտ հասկանանք, որ պետութենականությունը չի կարող կեղտոտ բան լինել։ Կեղտոտ բաներ անողները պետութենական կյանքում պետության եւ ազգի դաշնամիներն են։ Ուրեմն սա խնդրանքս է, առաջին անգամ եմ որպես խնդրանք հնչեցնում։ Ուրեմն տեսեք, պետութենական կյանքում ամենակարևորն այն է, որ այդ պետությունը խարսխված է քաղաքացիների կամքի ձևավորման եւ իրականացման սկզբունքի վրա։ Այլ խոսքով դա կոչվում է ժողովրդավարական։ Ինչու եմ ես հետ գնում դեպի նախորդ սահմանադրությունը, որովհետև ես չեմ կարող անտեսել, որ 2018 թվականին մեր հանրությունը իր զգալի մասով աջակցեց այս խրտվիլակին, քաղաքական խեղկատակին, որովհետև ինքն ասում էր մերժիր Սերժին։ Մարդիկ գիտեին, որ Սերժ Սարգսյանի սահմանադրությունը կեղծիքներով է անցել։ Եվ մարդիկ ոչ են ասել Սերժ Սարգսյանի սահմանադրությանը, ոչ անձին, այլ սահմանադրությանը։ Հետևաբար ես չեմ կարող դա անտեսել, բայց քանի որ ինչ նախագիծ ներկայացնես պիտի հանրաքվեով հաստատվի, դու կարող ես վերցնել մեկ այլ հիմքի վրա կառուցել։ Ես կառուցել եմ այն հիմքի վրա, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր մերժել ու չմերժեց, մինչև հիմա չի մերժել։ Հիմա ավելին ուզում է դա շարունակել։ Իսկ հիմքում մեր նախագծի ընկած է այն բանը, որ քաղաքացին, այսօր կարծես քաղաքացու տոն է, այս խեղկատակը քաղաքացու իրավունքները այսպես ոտնահարող իր մակարդակով, մյուսները կարող են ասել մենք չունենք այլընտրանք, դրանով ենք առաջնորդվում։ Սա այն ստորագույն պետական գործիչն է, որին 10 անգամ տրվել է քաղաքացուն վերաբերող արմատական, իսկապես հեղափոխական եւ անպայման աստվածահաճո։ Քիչ առաջ որ ասում եմ մեզնից առաջ մարդիկ են եղել, դու միշտ հաշվի ես առնում, որ ես այն ինչ որ ասում եմ, մի հատ տեսնեմ ինձից առաջ ինչ է ասված։ Պիտի այդ հազարներին եթե կարող ես նկատի ունենալ, բայց եթե մեծամիտ տականք ես, ուզում եմ այդ բառը չասել, բայց չի ստացվում։ Եթե ստոր արարած ես, դու ասում ես մեզնից առաջ եղած ամեն ինչ հեչ, ես առաջինն եմ։ Ուրեմն ես հաշվի առնելով անցյալի փորձը, Լոկ, Մոնտեսկյո մեծությունների, պետութենական կյանքի մեծությունների, եկել եմ այն եզրակացության, որ օրինակ Տիգրան Մեծի պես հզոր արքա չկար իր ժամանակներում, բայց ինքը իրենից առաջ չէր ունեցել այդ գիտելիքները իրեն փոխանցած մարդներ, համար ինքը հույսը դնում էր, որ ես կանեմ, ես պիտի պատրաստեմ։ Այդ դժբախտ մոտեցում այսօր եկել է մեր ժամանակներ։ Մարդիկ կան ասում, տեսնես մեզ ով կփրկի։ Չհասկանալու որ Աստված քեզ է ստեղծել, քեզ ստեղծել է քո հոր եւ մայրիկի միջոցով։ Քեզ չի ստեղծել ինչ որ փրկիչի միջոցով, որ դու հիմա լինելով Աստվածաստեղծ արարած, ասում ես տեսնես մեզ ով կփրկի, իրավիճակով կփոխի։ Տիգրան Մեծի ժամանակ, եթե Տիգրան Մեծը մտածեր իմ չլինելու դեպքում ինչ պիտի լինի, նա երևի ինքն էլ կգրահեր ինչ պետական համակարգ, ինչ այնպեսի մի բան ստեղծել, որ իրենից հետո ապրի։ Հիմա մենք էլ ոչ թե պիտի մեր հույսները դնենք
պետութենական կազմակերպությունների ղեկավարների եւ հենց պետութենական կազմակերպությունների վրա, այլ հասկանանք, որ պետությունը կա քաղաքացիներով։ Քաղաքացիները կան, երբ կա պետություն։ Երբ պետություն չկա, իրենք բնակիչներ են։ Երբ ունես պետություն, դառնում ես քաղաքացի, պետութենացի, այդպես կարելի ավելի ճիշտ ասել, որովհետև գյուղացին էլ է քաղաքացի։ Հայերենում դա շատ խայտառակ է ստացվում։ Մենք պիտի հասկանանք, որ պետութենացիներ ենք քաղաքացի իմաստով, զոր օգտագործող, եւ պետությունը միայն այդպես է որ կա։ Եվ ինձ տիրոջ կամքով ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որովհետև երկու դեպք է եղել այդ քննարկում գիտական ուսումնասիրություններից, որոնումներից ընթացքում, երբ ես ասել եմ, որ ցավոք սրտի սա լուծել հնարավոր չի։ Երբ դու ասում ես հնարավոր չի, եւ զուգահեռաբար չես ասում, ինձ համար հնարավոր չի, ես չեմ կարող։ Այդ դեպքում դու ասում ես, որ Աստված ամենակարող չի։ Հիմա ես իմ օրինակով համոզվեցի, ես ասել եմ, որ 100%-անոց ներկայացուցչական խորհրդարան ցավոք սրտի հնարավոր չի ունենալ։ Մաքուր համամասնականողները բավական մոտենում են, բայց չեն դառնում։ Եվ քանի որ երևի հրեշտակները ինձ սիրում էին, մի քանի օր հետո եկան ասել ուրսի, քեզ համար հնարավոր չի։ Մեզ համար հնարավոր է, կամ ամենակարողի համար հնարավոր է։ Դա էս բաները պիտի անես։ Ու ես գտա, որ պետք է համադրել ընտրական իրավունքին համադրել տնտեսական իրավունքը եւ քաղաքացիական իրավունքը եւ ստացվեց այսպես։ Երբ մեկը գնում է ընտրության եւ ձայն է տալիս մի տեխնացուի, որը չի անցնում պարլամենտ, այդ տեխնացուն լինելու իրավունքով շու դրա շնորհիվ իրավունք է ստանում իր ստացած ձայները փոխանցել մեկ շաբաթվա ընթացքում տեխնացուներից նրան, որը արդեն անցել է պարլամենտ։ Այսինքն ընտրությանը մասնակցած մարդկանց ձայները չեն կորում։ Եվ տնտեսական իրավունքը սա քաղաքացիական իրավունքից, որտեղ ընտրությանը տրված ձայները դրանք երաշխավորագրեր են։ Ուրեմն մեկը իր ստացած երաշխավորագիրը վերահասցեագրում է մեկ այլ տեխնացուի։ Իսկ տնտեսական իրավունքից պարլամենտականները պարլամենտում քվեարկում են այնպես կարծես թե իրենք ոչ թե ձայներ են ստացել, այլ երկրի կառավարման բաժնետոմսեր։ Կարճ ժամանակով 2 տարով կամ 3 տարով քաղաքացին երկրի կառավարման իր իրավունքը բաժնետոմսի ձևով փոխանցում է ի վերջո падգամավորին։ Եվ падգամավորները պարլամենտում քվեարկում են այնպես, կարծես թե իրենք միջնորդ լինեն ժողովրդի ինչ որ հանրաքվեի ժամանակ։ Հարց է քննարկվում, հանրաքվեի ժամանակ ինչպես է հաշմունակ Հայաստանում 800,000 կողմ, 799,000 դեմ։ Հարցը լուծեց։ Հիմա պարլամենտում քվեարկությունները սրանից հետո ներկայանում են այսպես, որ քաղաքական ուժ ընդհանուր ինչքան ձայն ունի, եթե միաձայն է քվեարկում, այդքան ձայնով է քվեարկում, որ падգամավորը ինչքան ձայն ունի, ստացած քաղաքացիներից անմիջականորեն եւ իրեն փոխանցված այդքանով քվեարկվում է։ Այդպես քաղաքացին իսկապես դառնում է երկրի տերը։ Իսկ մեր երկրի կյանքը բարերը փոխելու է գլխավոր խնդիրը կամ գլխավոր հնարավորությունն այն է, որ որպես կենվոր է տանը ապրող մարդը, որովհետեւ ինքը տանտերը չի։ Հանկարծ զգում եմ, որ վերջ, ես տուն այլևս իրենն է, ուրեմն արի վերանորոգեմ, կարգի բերեմ, գեղեցկացնեմ, սա իմն է։ Իսկ Հայաստանում ապրող մարդիկ այսօր գիտեն, որ տունը իրենցի չի, այն հաստավզիկներինն է կամ լպիրշներինը, որ հանուն իրենց շատակերության ասում են, որ մենք դեռ փրկիչն ենք։ Ամեն մարդ պիտի հասկանա, մանավանդ պետութենական գործիչները պիտի հասկանան, իրենց էության մաս դարձնեն, որ ես այսօր գործող մարդ եմ, որը իր մարմնով վաղը պիտի կերակրի ոչիլներին։ Իսկ դու դա ես, եւ դու քո գործերով միայն կարող ես մնալ։ Իսկ գործեր անելու համար մի ելակետ կա։ Դուք որ հարցրիք հետ հատկապես ինչն է առաջնային, ես մի բառով ասեմ, մեր քաղաքակրթությունը զարգացել է, հասել է այսօրվան, եւ այդ զարգացումների ընթացքում մենք տեսնում ենք մի բան, նախնական փուլից մինչեւ այսօր կար թագավոր, չէ, ընտրյալ իշխաններ եւ կար քաղաքացի։ Աստիճանաբար այդ խտրականությունը վերանում է։ Կար կին տղամարդ, կինը տղամարդուն հավասար չէր, կար ստրուկ եւ ոչ ստրուկ։ Ուրեմն մեր քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումը այն է, որ այլևս ոչ ոք չի ասում կինը քվեարկելու իրավունք չունի։ Բոլոր կանայք քվեարկում են։ Քանի որ դու ծառա ես, իսկ նա օլիգարխ կամ գործարար է, նա պիտի քվեարկի, հարուստ է, դու չունես։ Դա էլ է վերացել։ Հիմա ես մեր քաղաքակրթության մեջ մնացած վերջին խտրականությունն եմ հաղթահարում։ Ընտրությանը մասնակցած, բայց
մեծամասնություն, իր տարածքում մեծամասնություն կամ պարլամենտ մտնելու համար բավարար ձայներ չստացած քաղաքական ուժի պատճառով ընտրությանը մասնակցած քաղաքացին չպետք է դառնա խտրական վիճակում հայտնված մարդ, որ մյուսներ ունեն թեկնածու ինքը չունի։ Ինքն էլ պիտի իմանա, որ իր ձայնը վերջապես տեղ հասավ։ Մեկը դա է, մյուսի մասն էլ եթե Կարելի է առաջին արձանագրել, որ ձեր սահմանադրության նախագիծը յուրաքանչյուր անձի ձայնը լսելի դարձնելն է ու դիրքորոշում ունենալն է։ այդպես նույնպես կարելի է ասել, բայց հիմքում ընկած է մի բարձր գաղափար։ Քաղաքացին է գլխավոր իշխանավորը։ Երբ ինքը անտեսվում է, դեպքում ինքը իշխանավոր չի։ Իսկ դրա հիմքում էլ ընկած է նոր գտակարանից վերցրած, մասնավորապես Պողոս Առաքելն է դրա մասին շատ գրում, որ Աստծո առաջ բոլորը հավասար են։ Բայց Աստծո առաջ, այսինքն իրավունքի առաջ, թե չէ մեկը կարող է խելացի լինել, մյուսը կարող է հարուստ լինել, այդպես սոցիալական վիճակով կարող են մարդիկ Լավ, ինչպես այդ հավասարության ձայն ղանջին հասնելի վերջո ինչ մոտեցում եք տեսնում։ Հայրիկյանի բանաձևով։ Ես ունեմ բանաձև, որով սահմանվում է պետությունների ժողովրդավարականության մակարդակը։ Ամերիկյան մասնագետները դա օգտագործել են եւ մի քիչ այլայլված էին, որովհետեւ իրենք համեմատել էին, այդ բանաձևով ստացել էին տարբեր պետությունների ժողովրդավարականության մակարդակը եւ Ամերիկան հայտնվել էր 70% ունեցողների թվում։ Հատկապես նեղված էին այն բանից, որ այդ ինչպես է, որ Արգենտինան 75% ստացավ, մենք 70%։ Տեսեք, տարբերությունը բանաձևը ցույց է տալիս։ Արգենտինայի պարլամենտը ընտրվում է համամասնական ընտրակարգով, ձեր ընտրվում է մեծամասնականով։ Մեծամասնականի ներկայացուցչականությունը շատ ավելի ցածր է, քան այնտեղ մի բանաձև կա նախ խորհրդարանի համար, թե որ խորհրդարանը քանի տոկոսով է ներկայացուցչական։ Գիտեք, այստեղ ինչ բաց թողում է թույլ տվել մարդկությունը, ոչ թե Հայաստանը։ Երբ ասում են խորհրդարանը ներկայացուցչական մարմին է, չգիտես ինչի, չեմ կարողանում հասկանալ։ Ինչպես է, որ ոչ մեկի մտքով չի անցել։ Արդյոք հնարավոր չի չափել ներկայացուցչականության մակարդակը։ Ներկայացուցչական է, չէ՞, բայց քանի տոկոս։ Երբ դու գտնում ես բանաձև ու հաշվում ես տոկոսը, իսկ տոկոսը հաշվելն էլ շատ պարզ բան է։ Քանի մարդ է մասնակցել ընտրության, դա բաժանում ես եւ քանի մարդու ձայն է անցել պարլամենտ։ Պարլամենտ անցած մարդկանց ձայների քանակը representative R բաժանում ես V-ի վրա բոլորի ձայները, ոտ։ Ստացվում է մասնակցել է 1 միլիոն մարդ, բայց այդ 1 միլիոնից միայն 700,000-ի ձայնն է հասել պարլամենտ, 700,000-ը բաժանած 1 միլիոնի, բազմապատկած 100%-ով առանձին ստանում ես խորհրդարանի ներկայացուցչականության մակարդակը, բայց ինձ հաջողվել է գտնել ձև, որ Հայաստանում ընտրությանը մասնակցած բոլոր մարդիկ 100%-ով լինում են պարլամենտում տեսանելի։ Եվ իրենք նաև տեսնում են, թե որ քաղաքական ուժը կամ որ падգամավորը իր ձայնը ինչպես օգտագործեց։ Ու դրանից եզրակացում են հաջորդ քննության ժամանակ։ Ես ընտրությունները արդեն դարձնում եմ քննություն, քաղաքական գործիչը մի անգամ քննություն է անցել է պարլամենտ, հիմա նորից է քննություն անցնում, բայց մարդիկ հիշում են ինչպես ես դուք ես պահել։ Ցոք ձեռնտու է սա ներկայիս իշխանավորները։ Չէ, իհարկե չէ։ Ժամանակին, երբ ես ներկայացրել եմ Սերժ Սարգսյանի իշխանություններին, այնտեղ լուրջ քննարկեցին։ Եվ պարլամենտական քննարկումներ եղան, եւ նախագահի հետ հանդիպեցինք։ Այնտեղ հետո իմացա, որ իրար մեջ ասել են, այսօրվա իշխանություններին սա ձեռնտու է, մենք շատ ավելի ձայներ կունենանք, քան այդպես հարաբերական ներկայացուցչականության պայմաններում։ Բայց երևի այդպեսի հրաման կա, գիտեք, ինձ որ բանտեր էին տանում այդ 18 տարուց ավելի բանտեր, հետո էլ արտաքսեցին, որ լրիվ բրծնեն։ Նպատակը ո՞րն էր։ Հայրիկյանի ասածը լսելի չլինի։ Դե ես ձևը գտա լսելի դարձնելու։ Այդ գիծը հիմա շարունակողներ կան, «Вам ответа не будет»։ Այդպեսի դասական ասացված կար։ Ես Գորբաչովին աքսորավայրից նամակ գրեցի, եթե դու թույլ չես, հիմա դու հայտարարում ես դեմոկրատիզացիա, կարող եմ վերադառնալուց հետո անկախականների կազմակերպություն ստեղծել։ Եթե դու մինչև պատասխանը ստանալը, ես կամավորապես իմ ժամկետը երկարացնում եմ։ Աքսորում կարող է էլի, այդ բան չի որ դուրս։ Ես իմ ժամկետը երկարացրի եւ պատասխանը ուղարկեց Իրկուտսկի մարզի առաջին քարտուղարի միջոցով։ Անձամբ եկել էր իմ աքսորավայր, ասաց «Вам ответа не будет»։ Ես հասկացա, որ դա բանաձև է, KGB-ի բանաձևն է։ Հիմա Նիկոլը, որ մենք դիմումներ ենք գրում, ասում ենք սահմանադրություն, եթե դու
իսկապես լավ սահմանադրություն ես ուզում, ահա քեզ տարբերակ, ինքը գնում է նույն սկզբունքով, вам ответа не будет։ 9 անգամ այդպես արես, 10-րդ անգամ հիմա պատինային իրեն, ինչպես ժողովուրդն ասում։ Դուք բողոքի ակցիաներ եք բարբարանում, Եվ հիմա ինքը հարադարձուներ աններ դրան։ Իրենք այդ բողոքի ակցիաների շնորհիվ փակողում հայտնվեցին, չէին կարող ասել նա դիմում չկա։ Ի վերջո արդարադատության նախարարությունը գրեց մենք հաշվի կառնենք, որը օրենքի խախտում է, դատախազությունը պետք է քրեական գործառույթի այլևս չի պատասխանում, առաջինից գրում էին փաստեր չկան։ Եվ դրա համար մենք առաջիկա 2-3 օրերի ընթացքում առաջինը դրա մասին ձեր եթերով եմ ասում, մենք որոշել ենք հիմնավոր կերպով հայտ ներկայացնել այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն, որովհետեւ բոլոր կուսակցությունները քաղաքական ուժերը ընտրությունների են գնում կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով, այդ կուսակցություններից ոչ մեկը ոչ մի տառ անգամ չի խախտել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը չարաշահելով իշխանությունը, կատարելով բազմաթիվ կոռուպցիոն հանցագործություններ, խախտել է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի ամենակարևոր հատվածը, ժողովրդավարությունը երաշխավորող հատվածը։ Հետևաբար, ես կարծում եմ, որ այս մի քանի օրերի ընթացքում մենք իսկապես ազնիվ քաղաքական ընդդիմադի դաշտի հետ կգանք համաձայնության։ Մարդիկ, որ հետին նկատառումներ ունեն կամ պայմանավորվածություններ ունեն կամ ծախված են, գիտեք չէ՞ ծախված ովքեր են լինում։ Ծախվածներ ունեն անուն, ովքեր որ ծախված են կամ ունեն հետին նկատառումներ, նրանք չեն միանա։ Բայց մենակ ես էլ, որպես Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ, շատ հիմնավոր Իդեպ ձեր սկզբնական փուլում երբ պայքարում եք, արդեն սկսել եք ձեր պայքարը, մենք տեսանք, որ քաղաքական կուսակցություններ միացան ամեն դեպքում ձեզ։ Հա, դա ողջունել է իհարկե։ Գիտեք, այսպեսի մի նրբություն կար, ես գուցե մի քիչ նշաձողը բարձրացրել էի, որովհետև նրանք, ովքեր որ մեր սահմանադրության նախագծի հետ համամիտ են, դրանք 17-ն են այս պահի դրությամբ։ Հետաքրքրական է, որ այն քաղաքական ուժերը, որ խնդրել էին, որ ես գնամ ներկայացնեմ, Ժառանգություն, ժամանակին ԱԺԲ, Հայաստանի հայ ազգային կոնգրես գնացել ներկայացրել են, հիացել են, ընդունել հիմնական մասով 1-2 բացառություն։ Նրանք պաշտոնապես մեզ չտեղեկացրին, որ իրենք համամիտ են, թե չէ կարող է լինել գոնե 20։ Ես մի քանի բայց ես այդ որ ասում եմ նշածողը բարձրացրի, ասացի հիմա ընտրություններից առաջ որ քաղաքական ուժն է ասում, որ ամեն ինչ մի կողմ սահմանադրությունը առաջին հերթին։ Եվ այդտեղ փաստորեն մենք 3 քաղաքական ուժից դրական արձագանք ստացանք, մեկը Համերաշխություն կուսակցությունն է, մյուսը որ այդ առաջարկը ընդառաջ եկավ նույնիսկ համատեղ ընտրությունների գնալու առաջարկով դեմոկրատիա, օրինականություն, դոկ կուսակցություններ եւ կա Հայաստանի համաշխարհային Հայաստանի ազատագրության Հայաստանի համաշխարհային կազմակերպություն։ Մյուսները այդ նշաձողին մոտենալ չկարողացան, որ ասեն, որ սա ամենակարևոր բանն է, հենց այսօր պիտի լուծի, բայց դա ոչինչ չի նշանակում, անկախության գաղափարը ժամանակին բոլորը միանգամից չընդունեցին մինչև վերջ նրանք, ովքեր որ կապեր ունեին ԿԳԲ-ի հետ, այն ժամանակների իշխանությունների հետ, մինչև որ այն ժամանակվա իշխանություններն էլ, կոմունիստներն էլ ի վերջո քվեարկեցին, չէ, անկախություն հանրաքվեի ճանապարհով գաղափարի օգտին, այսինքն ես փորձ ունեմ ազգօգուտ գաղափարը մոտուցել եւ ստանալ հաղթական գերհաղթական ձայներ։ Տեսեք, դուք նշեցիք, որ մինչ նախընտրական process-ները սկսած արդեն իսկ խախտումներ տեսնում եք իշխանական թևի կողմից, ուզում եմ հարց ուղղել, հավասարության սկզբունքը այստեղ ոտնահարվելով, համարում եք, որ այս ընտրությունները ինչ-որ մի արդյունք կտա եւ արդյոք այսօր ձեր կուսակցությունը մասնակցելու է կամ ինչ ձևաչափով է հանդես գալու։ Մարտի 30-ին մենք որպես քաղաքական ուժ մոռանանք այն մասը, որ անկախության պայքարի եւ այլն, այդ փուլը անցել է, դա դարձել է մեր ժողովրդի սեփականությունը, ինչը մեր նպատակն էր։ Եվ այդ նպատակի իրականացնելու ճանապարհին հանուն ժողովրդավարության, այսինքն ժողովրդի դերակատարության մեծացման, մենք մեր արժեվ ժամանակին խնդիր դրեցինք, նախտածրագրային փաստաթղթերով էր, որ այսպես էր ազգային միացյալ կուսակցությունը դա
պետության ժողովրդավարական բնույթը խորհրդանշող կառույցն է եւ անկախության հանրաքվեից հետո պիտի տրոհվի քաղաքական ուժերի պետութենական ուժ դառնա ըստ գաղափարախոսության։ Այնպես որ մենք չենք կարող, երբ ինքներս էինք նախանշել, որ մենք պիտի տրոհվենք, որ Հայաստանում բազմակուսակցականություն առաջանա, բնականաբար այն նախկին ուժը ունենալ չենք կարող որպես առանձին քաղաքական միավոր, բայց դա չի ինձ մտահոգողը, այստեղ մի ուրիշ բան կա, որպեսզի մենք այդ ժողովրդավարությունը առարկայորեն տեսնենք, օրվա մեջ նայում ենք, սահմանադրությունն ասում Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հետո կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում նշվում է, որ կուսակցություններից ստացված հանրագրերը դա հիմնական դեմոկրատիայի երաշխիքն է դա ժողովրդավարության։ Պիտի քննարկվեն իշխանությունների կողմից, որովհետև եթե իշխանությունները չքննարկեն, այդ արտահայտված կարծիքները կգնան կորեն։ Անկամ պարլամենտում որ հնչեցնում են, դե լսելի է, բայց երբ դու հատուկ առաջարկ ես տալիս, նրանք չեն քննարկում, վերջացավ, ժողովրդավարություն չկա։ Ելնելով դրանից մենք հայտարարեցինք, որ ընտրությունների չենք մասնակցելու, որովհետև ընտրությունները կազմակերպում է մի քաղաքական ուժ եւ վերահսկում է ըստ էության քաղաքական ուժ, որը խախտում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը։ Մենք խուժան ընտրությունների ասել ենք չենք մասնակցի։ Մեր այդ վճռական կեցվածքի հիմքում ընկած էր նաեւ մի բան։ Սրանք ստախոս են, մենք գիտենք, սրանք կարող են իրենց ասածները ուրանալ, դա էլ գիտենք, բայց պատմական փաստ է 2018 թվականի կառավարության ծրագրում արդեն պետական փաստաթուղթ է։ Նիկոլ Փաշինյանն ու իր խամաչիկները պաշտոնապես գրել են այս ընտրական օրենսգրքով, որ նշանակում է այս սահմանադրությամբ նաև արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չի։ Հիմա եթե իրենք այդ ապիկարները, այդ անշնորհքները իրենք են գրել, իսկ մենք ունենք բացարձակ ժողովրդավարության նախագիծ, ինչպես կարող ես այս մաքուր ջրով բաժակը թողնել գնալ կեղտաջուրը խմել։ Ասում չեմ խմի, չէ։ Հիմա մեր ժողովրդին կեղտաջուր է առաջարկվում։ Իշխանության համար մեռած միջակությունները, ողորմելիները, բարդույթավորվածները ասում են մենք գանք իշխանության։ Նիկոլ Փաշինյանը արդեն ձեր իշխանության գալու ճանապարհը փակել է կուսակցությունների մասին օրենքը խախտելով։ Միայն մի տարբերակ կար, երբ դուք բոլորդ միավորվեիք, մենք բոլորս միավորվեինք եւ սա դարձնեինք ընտրություն կոչվող միջոցառումը դարձնեինք ազգային ազատագրական պայքարի միասնական փուլ։ Դուք դա չարեցիք։ Նույնիսկ գործարարները, այսինքն փող շինող մարդիկ չկարողացան համաձայնության գալ։ Նկատում եմ Ռոբերտ Քոչարյան, իրեն որտեղից այդքան գումար։ Ես գիտեմ, չէ՞ ինչով է եկել, իրար հետ աշխատել ենք ինչ-որ փոքր-շրջան։ 4 տարի էլ եղել եմ անվճար եմ աշխատել մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, բացի սահմանադրականից։ Նայել եք որ այդ գումարի տեր մարդը անպայման գործարար է, ի վերջո գաղտնիքներ չեն։ Չկարողացան հայտարարի գալ։ Ասում են, որ մեր գլխավոր խնդիրը Նիկոլին հեռացնելն է, ոչ։ Նիկոլին հեռացնելը չի մեր գլխավոր խնդիրը, մեր գլխավոր խնդիրը իշխանությունը իրական տիրոջը տալն է, ժողովրդին տալն է, բայց դուք ամեն մեկ այդ մի նոր Նիկոլ եք, որովհետև դուք խոսում եք իշխանության գալու մասին, ձեր իշխանության գալու մասին։ Դուք ձեզ ավելի հզոր եք համարում, քան Տիգրան Մեծը, որի գնալուց հետո կամ այսօր տեսեք քաղաքական ուժերը, որ ասպարեզում են։ Ինչ դժվար էր, եթե դա էր դեր գլխավոր նպատակը, այդ հարցում համաձայնության գալ։ Ուրեմն մեր ժողովրդի թշնամիները բավական լուրջ աշխատում են այդ ուղղությամբ եւ մենք դրանից ելնելով սկզբունքային մոտեցում հանդես բերեցինք։ Հայտարարությունը մարտի 39-ին թողված, ասում ենք, որ մենք այսպեսի խուժան ընտրությունների չենք մասնակցել, սա ընտրություն չէ, բայց հա, եւ այդ ընտրություն չէ, կետում Աջակցելու եք կամ դաշին կկազմել։ Այդ շարունակությունն է ուզում ասել, շնորհակալություն, ճիշտ ուշեցիք։ Ուրեմն մենք ընտրությունների չենք մասնակցի, մանավանդ որ ընտրությունները վերահսկող պետական համակարգը արդեն ցույց է տվել, որ ինքը արդարամիտ չի լինելու։ Այսինքն լինելու է օրինախախտ, եթե այսօր ինքը հարյուրավոր բաներ է խախտել։ Ընտրությունների ժամանակ խախտելը, այս միջև այսօր իր առած խախտումների համաձայն մանրուք է։ Մանավանդ որ քաղաքակիրթ աշխարհը չտեսնելով ճիշտ ընդդիմություն, այսինքն հանուն բարձր սկզբունքների մի եկած ընդդիմություն, ասում է լավ, սրանց միջի ամենալավերը էս խուժանն է, էս անգրագետն է, արի սրան օգնենք, օգնում են լրջորեն եւ բարոյապես
եւ պետութենական գաղափարների շեշտադրմամբ պետութենական գաղափարը այն, որ տեսեք Հայաստանին վտանգ է սպառնում, միջամտություն է սպառնում եւ ի վերջո այդ ուժերի ուրեմն խախտումները որ կան արդեն դրանք մեզ համար նշան են, իսկ նշանը տեսնող եւ դա ճիշտ չգնահատող մարդը դատապարտված է պարտության։ Հետո այդ երկու կետերից հետո գալիս է մի կետ։ Այնուամենայնիվ մենք այս ընտրություն կոչված միջոցառմանը կմասնակցենք, դե արդեն պիտի ասեմ կմասնակցեինք, եթե դաշինք ձևավորվեր, որի առաջնահերթ խնդիրը կլիներ Հայաստանը իսկապես քաղաքացիներին պատկանող երկիր դարձնող սահմանադրության ընդունումը։ Դրան արձագանքեց մի քաղաքական ուժ, բայց հետո ինքը դաշինք կազմելու հարցում ունեցավ իր մասնավոր նկատառումը, իսկ մենք գրել ենք դաշինքով կգնանք, բայց մյուս ընտրությանը մասնակցել հստակ տրամադրված քաղաքական ուժերը կամ ուշացան կամ բան չարեցին։ Դրա համար մենք ընտրությանը շատ հանգիստ առանց որևէ ասում ենք, որ սա հերթական խուժանություն է, այսպեսի խուժան ընտրություններ սովետը 70 տարի անում էր, դրանք կյանքը չէին փոխում, ովքեր որ գոնե մի քիչ սկզբունքայնություն ունեն, նրանց հաջողություն ենք մաղթում, բայց մեր մոտեցումը մնում է նույնը։ Եթե որևէ աջակցություն պիտի ցույց տանք, ապա ցույց ենք տալու այն քաղաքական ուժին, որը հասկանում է քաղաքացուն երկրի տերը դարձնելու մեր սահմանադրության կարևորությունը, հասկանում է, որ դրանով Հայաստանը դառնալու է աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը եւ ի վերջո պատրաստ է դա հասկանալուն զուգահեռ մտածել, որ շուտապույտ կերպով պետք է մենք այդ գործողությունները, դրան տանող գործողությունները կատարենք։ Բարի մեր ժամանակը քանի որ սպառվել է, ես ուզում եմ նաև որ դուք մեզ խոստանաք նոր սահմանադրությունը, երբ որ լինի, միասին քննարկենք դրա դրական ու բացասական կողմերի մասին, ինչ սպասի մեր քաղաքացին ի վերջո այդ նոր սահմանադրությունից։ Այսօր հիմնական բաների մասին ասացի, բայց միշտ էլ պատրաստ եմ գալ ներկայացնել, բայց մենք երևի հասել ենք այն փուլին, որ արդեն իդեպ բոլոր այն բացասականները, որ դուք ասում եք, եթե ինչ-որ մենք նկատել ենք, դրանք վերացրել ենք։ Մասնավորապես մեր նախագիծը այնպեսին է, որ արգելում է Հայաստանից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիներին չմասնակցել։ Ոնց կարող է հայ երկրի տերը Հայաստանում չլինելու պատճառով չմասնակցի իր տան աշխատանքներին։ Դա նույնպես մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ, իսկ դուք հարգելի հետևորդներ հետևեք մեզ, մենք դեռ հույսը մեր չենք կորցնում, գիտակցելով, որ ազգային գաղափարախոսությունը միշտ վեր է լինելու։ Միասնական եղեք, համերար, հետևենք միմյանց եւ փորձենք լսել։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։